Հարգելի լրագրողներ, հարգելի հայրենակիցներ, մինչ ոստիկանություն ստացված հաղորդումների ներկայացումը կուզենալ տեղեկացնել, որ Երևան քաղաքի ավականու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգի պահպանության իրականացման, ինչպես նաև ընտրությունների բնականon ընթացքն ապահովելու նպատակով ներքին գործերի նախարարության ոստիկանությունում ձեռնարկվել են մի շարք նախապատրաստական և կազմակերպչական միջոցառումներ։ Մասնավորապես, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ և ձևավորվել են համապատասխան աշխատանքային խմբեր, այդ թվում տեղեկատվության հավաքման և ամփոփման, ծառայության կազմակերպման, համակարգման և վերահսկման, օպերատիվ, արագ արձագանքման, նյութատեխնիկական և այլն։ Սահմանվել են նշված խմբերի գործառույթները և գործունեության կարգը։ Մշակվել և ոստիկանության ծառայողներին են տրամադրվել ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցեր, որտեղ ամփոփված են հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների հիմնական լիազորությունները, ընտրական հանձնաժողովների հետ փոխգործակցության կարգը, ինչպես նաև ընտրական իրավունքների ոլորտին վերաբերող իրավախախտումները։ Ընտրական իրավախախտումների վերաբերյալ ստացվող տեղեկատվությունը սահմանված կարգով ստուգվում և դրանց տրվում է համապատասխան ընթացք։ Օպերատիվ շտաբն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս սերտ համագործակցում է Հայաստանի Հանրապետության այլ իրավապահ մարմինների, մասնավորապես Դատախազության և Քննչական կոմիտեի հետ։ Օպերատիվ շտաբի հետ կողմից կատարված աշխատանքների ընթացքում վերլուծվել, քննարկվել և սահմանված կարգով ընթացք են տրվել իրավախախտումների, պատահարների վերաբերյալ ստացված հաղորդումներին։ Այսպես, նախընտրական ժամանակաշրջանում քարոզարշավի ընթացքում, այն է օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 16-ը, ոստիկանությունում ստացվել և քննարկվել են ընդհանուր 26 հաղորդումներ, որոնցից 8-ը առերեւութ հանցագործության հատկանիշներ պարունակող, իսկ 18-ը ստուգման ենթակա այլ տեղեկություններ։ Հանցագործության մասին ստացված բոլոր 8 հաղորդումներն ուղարկվել են Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար, որոնցից 7-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ, իսկ 1-ով կազմվել է քրեական վարույթ չնախաձեռնելու մասին արձանագրություն, որի օրինականությունն էլ ստուգվել է հսկող դատախազի կողմից։ Ստուգման ենթակա 19 հաղորդումներից 2-ն առերեւույթ հանցագործության և այլ իրավախախտման հատկանիշներ չպարունակելու հիմքով թողնվել են անհետևանք, իսկ 17-ով դեռևս կատարվում են ստուգումներ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումներ դեռևս չեն ստացվել։ Եթե ներկայացնենք տվյալ հանցագործության վերաբերյալ հաղորդումները ըստ քրեական օրենսգրքի, ապա դրանցից 4-ը եղել են քարոզչությանը խոչընդոտելու դեպքեր, 2-ը գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 1-ը հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, 1-ը ընտրական իրավունքի խոչընդոտման դեպքեր են եղել։ Ըստ վարչատարածքային տվյալ հաղորդումները ստացվել են 3-ը Մալաթիայի, 2-ական Կենտրոնականի և Նոր Նորքի, 1-ը Շենգավիթի, ոստիկանության կողմից սպասարկվող վարչական տարածքներում։ Անդրադառնալով այսօրվա ստացված հաղորդումներին, նշեմ, որ այսօր ժամը 8:00-ից մինչ այժմ ամփոփվել են հետևյալ հաղորդումները։ Ստացվել և քննարկվել է 2 ստուգման ենթակա տեղեկություն, որոնցից 1-ը 2 մեքենաներով ճանապարհը փակելու, մյուսը մտավոր խնդիրներ ունեցող որդու տվյալները ընտրացուցակում հայտնվելու և 3-ը անհայտ քաղաքացուց, այն մասին, որ հանձնաժողովի անդամը մարդ է բերում ընտրության ընտրատեղամաս։ Նշված բոլոր ահազանգերով կատարվում են ստուգողական աշխատանքներ, որոնց մասին մյուս ամփոփիչ ասուլիսին ես տեղեկությունները կներկայացնեմ։